Հիշեցիք Պետրոս Ղազարյանին, գիտեք, ուշադրությունս գրավեց երեկ առաջի օրն էր ցեզի որպես վլոգեր գտնունի ոչ ինձ ուղարկել էին ինչ որ հարցազրույց ա տվել 2023 թվականի նոյեմբեր ամսից ինձ հանրային հեռուստաընկերություն չեն հրավիրել չեն հրավիրում, որտեղ ինքը բլոգեր է։ Ինքը ինչ նկատի ունի, որ ես ժողովրդի մեր հետևորդների հետ խոսում եմ YouTube-ի կամ Facebook-ի մեր ալիքներով։ Պետրոսի եթերում ադրբեջանցիներ են խոսում։ Ադրբեջանցիներ խոսում են, բայց մարոկյան չպետք է խոսա։ Դա Պետրոսը, այս ժողովրդի համար։ Ձեր առաջնորդած կուսակցությունը շանսեր ունի ընտրություններուն ինչ որ դրական արդյունքներով դուրս գալ։ Մանավանդ շատ խոսվեցավ ձեր միացումը հավանական Մերցևովին, այսինքն Արաբեդյաններուն։ Գա այդպիսի բան։ Մենք ունենք մի հատ մեծ խնդիր կապված իշխանափոխության հետ։ Բոլորը խոսում են իշխանափոխության մասին, բայց բոլորը այդ խոսացողները ուզում են փոխվելու դեպքում իրանք լինեն իշխանությունը։ Ես պատրաստ եմ գնալ այնպիսի զոհաբերության, որ եթե այդ ընդդիմադիր մեծ բևեռը լինի, ես կարող եմ անգամ չլինել դրա մեջ, բայց որ դա լինի, իմ մասին եմ մտածում, ես ասում եմ Ժորժ ջան, ես կարող եմ չլինեմ դրա մեջ։ Ես կգամ ձեր քարոզարշավին, կանգնեմ ամենօրյա ռեժիմով, բայց ես կարող եմ չլինել, ես ոչ մի բան պետք չի։ Մարոկյան եկեղեցի իշխանություն բայկարը թեպի ուր մայրաթորի նախաձեռնությամբ եպիսկոպոսական ժողով Զվիցերիայում առաջիկա ամիս։ Ի վերջո բայկարը թեպի ուր կերտա։ Բագրատ Սրբազանի հետ հանդիպում ունեցա, գնացի Անի հյուրանոց եւ Սրբազանին ասացի, որ Սրբազան, եթե դու ձերբազատվես այն կապանքներից, որ ունես նախկին իշխանություններից, ապա դու կունենաս 100,000-ների աջակցություն։ Նա չլսեց, շարունակեց իր մոտեցումով գնալ։ Այդ շարժումը հանգավ, նվազեց, ինչքան որ այն երևաց, որ որևէ ձևի կարող է փոխկապակցվածություն ունի նախկին իշխանությունների հետ, այնքան այդ շարժումը մանեց։ Բարև ձեզ հարգելի ագնտիրներ, ես Սակո Արյանն եմ, կշարունակենք անգերց զրույց հաղորդման մեր շարքը, այսօր հյուրս Լուսավոր Հայաստան գուսակցության առաջնորդ, ղեկավար Էդմոն Մարուկյանն է, բարի եկած եք, պարոն Մարուկյան, երկար ժամանակ է այս զրույցը գծկվեր, այսօր իրականություն է արդեն, դուք ինտիմատիր գործիչ եք, բայց ինտիմատիր շրջանակներ գտնունին ձեզ, ինչքանով գտնունին, կամ ինչքանով ձեզի համար այդ մեկը կարևոր է։ Շատ հետաքրքիր է, որովհետև այո, կան ընդդիմադիր շրջանակներ, որոնք որ չեն ուզում ընդունեն ներկա իրականությունը, որ ընդդիմադիր միայն նրանք չեն, ովքեր որ օրինակ 18 թվականին զրկվել են իշխանությունից հեղափոխության արդյունքում։ Ընդդիմադիր միայն նրանք չեն, ովքեր կոնկրետ ինչ-որ ուղղություն են սպասարկում, օրինակ Ռուսաստան են պաշտպանում ամեն օր կամ իրենց պատկերացրած արևմուտքն են պաշտպանում ամեն օր։ Այսինքն տարբեր մենք դասավորություններ ունենք ընդդիմադիր։ Տաբուներ քիչ մնա։ Հա, բայց դասական իմաստով ընդդիմադիր են բոլոր քաղաքական ուժերը, չէ, որոնք որ չեն կիսում գործող իշխանության քաղաքականությունը։ Ուժեր կան, օրինակ, շատ հետաքրքիր բան կա, որ ասում են մենք ընդդիմադիր ենք, բայց օրինակ կառավարությունը, իշխանությունը ինչ անում է, Նիկոլ Փաշինյանը, իրենք ասում են ճիշտ է։ Ես ասում եմ, եղբայր, եթե այդ ամեն ինչը ձեզ ճիշտ է, լուծարվեք, գնացեք մտեք քաղաքապայմանագրի մեջ, դարձեք ԿՊ անդամ, իմացեք մի ուժ եք, էլի, հիմա եթե դուք ամեն ինչ պետք է ասեք ճիշտ է, բայց ասեք մենք ընդդիմադիր ենք, մենք առանձին իրավաբանական անձ ենք, առանձին քաղաքական միավոր ենք, ձեր ներկայացված ալտերնատիվը այլ ընտրանքը ո՞րն է։ Դրա համար շատ հանգիստ են վերաբերում, որ ընդդիմադիր դաշտում ինչ-որ կարող ընդունեն, կարող չընդունեն։ Կարևորը ժողովուրդը, մեր հետևորդները, մարդիկ լսեն, հետևություններ անեն եւ բնականաբար դրա արդյունքն էլ ամեն ընտրությունից ընտրություն է լինում։ Պարոն Մարուկյան, ձեր վավերական խոսքը գա, քանիցս հնչած է, Պակրատ Սրբազանի շարժումի ամենաթեժ օրերում, որ ընդդիմության այսպես հայրերը, փողոցի լեզվով ասեմ, բաբաները որ կան, պետք է հանգիստ թողնեն, որտեղ գխանկարեն, բայց այդ խոսքը դեղ չհասավ, ինչու մարդիկ այդ ուղղության հանդեպ հարկանք չունեցան, ինչ է պատճառը։ Նկատի ունեք ուղղության կոնկրետ որ ոչ քաղաքական գործչի կողմից է շարժումը իրականացվում։ Ոչ, այլ այն մարդիկ, որ գային Պակրատ Սրբազանի ետին, որ քիչ մահանգիստ թողնեն, որ ընդդիմությունը շունչ մկաշեն, նոր անուններ մեջտեղ կան։ Ես շատ հետաքրքիր բան է սա, որովհետև ուզում եմ մի բան պատմել, Բագրատ Սրբազանի հետ հանդիպում ունեցա, գիշեր էր,
եւ գնացի Անի հյուրանոց եւ Սրբազանին ասացի, որ Սրբազան, եթե դու ձերբազատվես, օրինակ այն կապանքներից, որ ունես նախկին իշխանությունների անգերց խոսեցա այդպես նախկին իշխանություններից եւ մարդիկ չտեսնեն ձեր մեջ որպես նախկին իշխանություններին բերողը, բայց այլ դեմքով բնականաբար ինքը պնդում էր, որ այդպես չի, բայց մեկը երևալու իմաստով դա մարդիկ տեսնում էին եւ եթե դու դրանից ձերբազատվես, ապա դու կունենաս բյուր հազարների աջակցություն եւ կկարողանա քաղաքական process տեղի ունենալ։ Այդ ժամանակ ամենաակտուալ բանը նա էր, որ կարող էր պարլամենտի ժամկետը կրճատվել։ Ուրիշ որևէ բան չէր կարող տեղի ունենալ, որ իրենք ճնշեին պարլամենտը ընտրել իրանց տեխնացուին, որովհետև տեխնացուն էլ Բագրատ Սրբազյանը ինքը չէր կարող լինել տեխնացու, որովհետև նաև Կանադայի քաղաքացի էր եւ Եվ այս իմաստով մենք ընկալում չգտանք։ Նա ասաց, որ ես չեմ պատկերացնում ինչ տարբերություն պետքա բոլորը լինեն։ Ման ասում շատ լավ, երի բոլորը լինեն։ Ես չեմ ասում, որ նախկին որևէ քաղաքական միավոր, որը եղել է իշխանության, չպետք է քաղաքական process-ի դերակատար լինի, բայց ես ասում եմ, որ նախկինում որևէ մեկը, որ եղել է ղեկավար Հայաստանի, նրանք այլևս չեն կարող առաջնորդել որևէ ընդդիմադիր շարժում։ Դա իշխանության համար շատ հեշտ է այդ շարժումները կոտրել։ Եվ այդպես էլ տեղի ունեցավ։ Նա չլսեց, շարունակեց իր մոտեցումով գնալ եւ շարժումը հանգավ, նվազեց, ինչքան որ այն երևաց, որ որևէ ձևի կարող է փոխկապակցվածություն ունի նախկին իշխանությունների հետ, այնքան այդ շարժումը մարեց։ Եվ վերջում ամենացավալի բանը տեղի ունեցավ, որ շատ-շատերը իրար բրբրթում էին, հրում էին, որ Բագրատ Սրբազյանի կողքը հայտնվեն որևէ կամերայի, որևէ լուսանկարի մեջ տեղ գտնեին, այո, որտեվ այդ մեծ հնչեղությունը, այդ ռեյտինգը բանը օգտագործեն։ Այսօր այդ մարդիկ անգամ Բագրատ Սրբազյանի դատերին չեն գնում։ Չկա։ Այդ մարդիկ արդեն հիմա դրանից շատերը ես տեսնում եմ, հիմա մեր ձևովի շուրջ բոլորն են պատտվում։ Ասենք, այդտեղ Սամվել Կարապետյանի ցույցերում եմ ես իրանց տեսնում արդեն, բան։ Ինձ մոտ հարց առաջանում էլի, լավ դուք սկզբունք չունեք, դուք արժեքային բան չէ, այդ մարդուն տարակ հասցրիք մի իրավիճակի, որ այդ մարդը այսօր բանտում է գտնվում։ Ու մոռացա։ Այսինքն այդ մարդը ինչ չի լսել, որ բանտում է գտնվում։ Այդ մարդը ձեզ է լսել, որ բանտում է գտնվում։ Ու այսօր այդ մարդը բանտում է գտնվում, իրանք հիմա նոր ուրիշ process-ի մեջ են ուզում խցկվեն կամ միգուցե արդեն խցկվել են, եւ ես դրա մեջ որևէ լավ բան չեմ տեսնում։ Եվ այդտեղ նաև շատ կարևոր բան կար, որ Միքայել Սրբազանը, մենք շատ մտերիմ ենք, այդ ժամանակ հայտարարեց, որ նախկին նախագահները պետքա դուրս գան քաղաքականությունից, իրենց ընտանիքի անդամները եւս։ Եվ այդ շատ սուր հայտարարեցան։ Հարցակեցան։ Այո, հիմա այդ ովքեր որ հարցակվել էին Սրբազանի վրա, գնացել էին Իզմիրլյան բժշկական համալիրի մոտ եւ որ ֆոտո անեն։ Հա, որ Սրբազանի ծնունդն էին շնորհավորում, բայց ինչ զզվելի բառապաշարով էին արձագանքում հայ առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդին։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Ուզում եմ ասել, որ այդ մոտեցումը, որ մենք ունեինք եւ շարունակում ենք պնդել, որ հնարավոր չի հասնել հաջողությամբ, այն գործիքներով, որոնց որ փորձեր արվում։ Եվ դա ափսոս էր, չգիտեմ, շատ տվյալներ կան, ասում են Բագրատ Սրբազանին հաջողվել է ամենամեծ հանրահավաքը կազմակերպել հեղափոխությունից հետո։ Ես համաձայն եմ այդ տվյալի հետ։ Մյուս տվյալն այն է, որ շուրջ 60,000 մարդ է եղել հրապարակում, չգիտեմ թիվը, բայց այն, որ նրան հաջողվել էր հասնել մի հատ պիկի, որ իշխանության շարքերը դողում էին այդ օրը։ Այո, վախ մգա։ Նա վախ մտավ, նա դրան հասել էր։ Եվ այդտեղ նաև կային քաղաքական գործիչներ շատ, որ նախանձով էին լցված, նաև այն իմաստով, որ այս ոնց կեղնի, որ Սրբազանը գալստուկով մարդ չի բանը առաջնորդում, բայց երկրի իրավիճակն է այդպիսին, որ գալստուկով մարդիկ, ես ամեն դնում եմ գալստուկով, էլի քաղաքական գործիչներին, որ գալստուկով մարդիկ, գալստուկով մարդկանց շուրջը շատ դժվար են համախմբվում, բայց ահա մի հատ ավելի բարձր վեր քաղաքական ավելի ազգային ինստիտուտի ներկայացուցիչը կկարողանար այն ժամանակ, որը շանս է բաց թողնված, եւ հիմա կա այդ շանսը, կկարողանա համախմբել բոլորին, եթե կա նպատակ բոլորով միտեղ համախմբվելու եւ փոխելու իշխանությունը։ Որտեւ եթե այդ նպատակը կա, մենք այսօր ունենք այդ հնարավորությունը, օրինակ իդեմս Միքայել Սրբազանի։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ Միքայել Սրբազանի շուրջ անդիմադիր ամբողջ բևերը կոնսոլիդացավ, երբ որ ես
խնդրեցի ազգային ժողովի երկու պատգամավորների ին փոխարեն առաջադրել վարչապետի իմպիչմենտի գործընթացում Միքայել Սրբազանի պաշտոնը։ Մեկ տեսանք այդ համախմբումը։ Այդ հնարավորությունը սպառված չէ, այդ հնարավորությունը կա, այդ հնարավորությունը շատ են խոչընդոտել տարբեր կողմերից եւ շարունակում են խոչընդոտել։ Շատ աջեց Սրբազանի անունը եւ ես այդ մասին գուզեի արդեն լսել։ Այո, օրինակ դուք ոնց եք տեսնում, օրինակ դուք գրնա արդյոք այսօր ընդդիմության լիդերը դառնալ Սրբազանը։ Եթե ընդդիմությունը համախմբվի, միանշանակ կարող է, որովհետեւ ես չեմ ասում իմ մտքերը, ես ասում եմ նաեւ Սրբազանի Քեդինը գշոշապեք, որ ինչ նախ մենք ունենք ուսումնասիրություններ, որ կարող է նրա շուրջ լինել մեծ կոնսոլիդացիա, հաղթող, եւ երկրորդ, որ Սրբազանն էլ անմասն չէ դրանից։ Նա դերևս Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ հայտարարել որ պատրաստ է պատասխանատվություն վերցնել, կա այդ հարցազրույցը, եւ նաեւ այս ընթացքում, այսինքն նա այլևս չի կարող իր առաքելությունն իրականացնել, որովհետեւ նա դատապարտել են ազատազրկման կեղծ շինծու քրեական գործով։ Եվ ի՞նչ է նշանակում սա։ Սա նշանակում է, որ նա այլևս իր առաքելությունը որպես հոգեվորականի հնարավորություն չունի իրականացնելու, բայց կարող է նա այլ առաքելություն իրականացնել, որը կարող է առաջնորդել մի մեծ ազգային շարժում, որը կփոխի եւ կկանգնեցնի կփոխի իշխանությունը, կկանգնեցնի մեր ընթացքը, միակողմանի զիջումների, նվաստացումների այս ընթացքը։ Իսկ ընդդիմությունը ինչ կմտածի ձեր գարձիկով, ձեր դեղեցություններով։ Իմ տեղեկություններով ընդդիմադիր ուժերը փորձում են դիմադրել այս գաղափարին, այն իմաստով, որովհետև մենք ունենք մի հատ մեծ խնդիր կապված իշխանափոխության հետ։ Տեսեք, բոլորը խոսում են իշխանափոխության մասին։ Բայց բոլորը այդ խոսացողները ուզում են փոխվելու դեպքում իրանք լինեն իշխանությունը։ Ես պատրաստ եմ գնալ այնպիսի զոհաբերության, որ եթե այդ ընդդիմադիր մեծ բևեռը լինի, ես կարող եմ անգամ չլինել դրա մեջ։ Բայց որ դա լինի։ Այսինքն ես հանուն գաղափարի իրականացման պատրաստ եմ խնդիր չունեք, հանուն։ Այսինքն որ ֆիքսեն, որ ես իմ համար չեմ ասում, հա։ Այսինքն այլ բան է, եթե դա տեղի չունենա, մենք առանձին ընտրություններին մասնակցենք, ուրեմն դա մի այլ ճանապարհ է։ Այդ ժամանակ ես եմ, ես մեր կուսակցության առաջնորդն եմ, բոլորից լավ կարող եմ լինել նույն վարչապետի տեխնացու, բոլորից լավ կարող եմ բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ, բոլորից լավ կարող եմ բոլորին իրանց տեղերը ցույց տալ, ու իրանք իրանց տեղերը կիմանան։ Բայց ես ասում եմ, եթե մենք բոլորս դնում ենք մեր տարաձայնությունները մի կողմ, ինչ որ մեկը կասկածում է, որ ես ինչ որ այլ շահ եմ բանանում, ինչ որ այլ շահեր կա, ինչ որ իմ մասին եմ մտածում, ես ասում եմ Ժորժ ջան, ես կարամ չլինեմ դրա մեջ, ես կգամ ձեր քարոզարշավին, կկանգնեմ ամենօրյա ռեժիմով, բայց ես կարող եմ չլինել, ես ոչ մի բան պետք չի։ Եվ այս իմաստով խնդիրն այն է, որ այդ քաղաքական ուժերը մտածում են, որ հայ լինի իշխանափոխությունը, բայց մենք գանք։ Եթե մենք չենք գալիս, դե մենք ուզում ենք մենք գանք, դրա համար մենք ուզում ենք սենց անենք, մենք ուզում ենք նենց անենք, մենք ուզում ենք այս ճանապարհով գնանք, ես էլ ասում, այսինքն մենք ունենք խնդրեմ անկեղծության։ Առաջին, որ մենք մտածում ենք, որ իշխանափոխություն միայն որ կոնկրետ սուբյեկտ լինի, հա, ամեն ուժի պարագայում էլի։ Եվ երկրորդ խնդրեմը, որ իշխանափոխություն զուտ տեքստ է, բայց դրա վերջնարդյունքը այտենց իրանք ուզում են մի քանի հոգով գնան այնտեղ падգամավոր լինեն։ Ես 10 տարի падգամավոր եղել եմ, ես գիտեմ դա։ Դպավորությունս այն է, որ ընդդիմադիր շրջանակներ գսեն, քանի մենք չգանք, իշխանափոխություն ալ թող չլա, այսպես։ Դա այո, մեր այդ տերով մենք կսնանենք։ Այդ գաղափարի շարունակությունն է, որ այսինքն իշխանափոխություն լինի, բայց որ մենք լինենք։ Ախր այդպես չի լինելու, չի լինում այդպես, որովհետև Էլի եմ սա ասել, պետք է նայել ինչն է եղել պատճառը, որ ժողովուրդը 100,000-ավոր ժողովուրդ լցվել է փողոցներ գետերի պես եւ ասենք տեղ ունեցել Սերժ Սարգսյանի հրաժարականը, որից հետո նաեւ տեղ ունեցել Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը։ Այդ պատճառը հետևանքային կապը ոչ ոք չի ուզում ուսումնասիրի, ինչ որ տարբեր կոնսպիրոլոգիաների մեջ են ուզում գնեն, հա, ինչ որ մեծ մութ ուժերը, եսի ինչերը բարդվեցինք, հա, բարդվեցինք մութ ուժերին, բայց հարցն այն է, որ այդ փդած համակարգը ծնել է Նիկոլ Փաշինյան։ Հիմա այդ փդած համակարգի դերակատարները, որոնք պատճառ են դարձել այդ ծնունդի, նորից են ուզում։ Ոնց են ուզում իրանք հետևանքի դեմ պատճառով պայքարել։ Այսինքն նայեք, պատճառը փդած համակարգն է, հետևանքը Նիկոլ Փաշինյանն է։ Ոնց կարա
պատճառը գա հետևանքը վերացնի։ Լրիվ ուրիշ կոնցեպտ է պետք բերելը տեղ, ու սրա մասին որ ոչ առաջին օրն եմ խոսում ուժման։ Ես 21 թվականին ազգային ժողովի ամբիոնից եմ հայտարարել, որ դիմում եմ պաշտոնապես Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյանին, որ նրանք չմասնակցեն ընտրություններին, որտեղ եթե նրանք մտնեն process-ի մեջ, Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու է 21 թվականին։ Եվ այդպես էլ եղավ։ Խորհրդանը լուծարել, եւ այդպես եղավ։ Մարդիկ ասում են, այս դու ոնց կանխատեսեցիր, բան, բայց բարդ բան չեմ կանխատեսել։ Շատ པարզ է եղել դա։ Դրանից հետո շատ անգամներ Միքայել Սրբազանը տարբեր հարցազրույցներում ասել, նաեւ Բագրատ Սրբազանի շարժման տապալումից հետո է։ Ընթացքում եւ հետո էլ ասել, եւ չեն ուզում մարդիկ ընդունեն։ Այսինքն, նայեք, այդ հարցին ոնց են արձագանքում, բայց ես իրավունք ունեմ մասնակցելու։ Ինչ ես իմ իրավունքը, բայց ով է որևէ մեկի իրավունքը վիճարկում։ Ես ընդունում եմ բոլորին որպես անկեղծ առաջին հայացքից։ Մարդը անկեղծ ասում է, մենք ուզում ենք փոխենք այս իշխանությունը, որովհետև նվաստանում ենք, շատ լավ։ Որ ուզում եք փոխեք այս իշխանությունը, կան խանգարող հանգամանքներ, որ իշխանությունը որպես զենք օգտագործում է։ Հիմա եթե իշխանության զենքը ժողովրդին ասելն է այն, որ ժողովուրդ ջան, այս ուժերը ու դրա արդյունքում որևէ ձևի այդ ուժերը չեն կարողանում աճել, գալ հանգել նրան, որ հաղթեն իրան։ Հետաբար այդ ուժերը պետք է այլ ձևի process-ին մասնակցեն։ Օրինակ, այդ ուժերից բազմաթիվ մարդիկ կարող են մասնակցել այդ մեծ բևեռին, բայց առաջնորդության ստանձնման հարց չդնեն։ Հիմա օրինակ ի՞նչն է պատճառը, որ իրենք չեն առաջարկում, որ օրինակ թող լինի Միքայել Սրբազանը, որտեղ եթե առաջարկեն, իրանք չեն լինելու առաջնորդ։ Իսկ ինչի՞ է հեշտ որ ես եմ առաջարկում, որտեղ ես չեմ հավակնում այդ առաջնորդությանը։ Ես ասում եմ ավելի հզոր մարդ կա։ Իրենք գիտակցելով որ ավելի հզոր մարդ կա, ասում են չէ, բայց մենք գնանք այնտեղ ասենք մենք էլ լինենք, դա չի լինելու տենց։ Դուք չեք կարող այդպես անել։ Չի ստացվելու, արդեն չի ստացվել։ Շատ բարդ բանավեճ է, բնականաբար կա նաև այլ կարծիք, որ իրանք փորձում են առաջ մղել։ Ես հարգանքով եմ վերաբերվում բոլոր մոտեցումներին։ Ասում են, որ թող լինի մի 5 հատ բևեռ, մեկ բևեռ չէ։ Մի 5 հատ բևեռ լինի, 5 բևեռներով sense գնան, մտնեն ներս, իրար միավորվեն ու հաղթեն Նիկոլ Փաշինյանին։ Կլինի դա։ Ես պնդում եմ, որտեղ Գյումրիի մոդելն է, այդ մոդելը այլևս ուսումնասիրված է Նիկոլ Փաշինյանի։ Սպարած է այսինքն։ Անակնկալի էֆեկտը այդ իմաստով այլևս չի կարող գործել, այո, եւ այն չի լինելու։ Սպասվում է մեծ ֆիասկո, եթե փորձեն այդ ճանապարհով գնալ։ Հիմա այդպես է գնում գործընթացները։ Դերևս գործընթացները բանալ պահակձերը։ Այո, դերևս գործընթացները փորձ են անում տանել այդ ճանապարհով։ Փորձ են անում տանել այդ ճանապարհով։ Գիտեք, այս բոլորի գողքին ծեր առաջնորդած կուսակցությունը շանսեր ունի ընտրություններուն ինչ որ դրական արդյունքներով դուրս գալ։ Մանավանդ շատ խոսվեցավ ծեր միացումը հավանական Մերցևովին, այսինքն Արաբեդյաններուն։ Գա այդպիսի բան, այդպիսի մդորում։ Տեսեք, պետք է մեկը մեկի հետ չխառնենք այն իմաստով, որ երբ որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել է, կալանավորվել է, մենք առաջիններից ենք եղել, որ քաղաքական եւ իրավական գնահատականներ ենք տվել։ Մեր միջազգային գործընկերներին Եվրոպական միությունում, այլ տեղերում իրազեկել ենք այս ոտնարման մասին, թե Միքայել Սրբազանի գործով, թե Սամվել Կարապետյանի գործով։ Եվ այս իմաստով մենք զուտ մեր պարտն ենք համարել, որ ասենք, որ կա բանտարկյալ, կա process-ները ժողովուրդ Բագրատ Սրբազանի գծը։ Բագրատ Սրբազանի մասով մի քիչ այլ էր մոտեցումը, բայց հետո երբ որ բարձեց այդ կեղծիքը, նաև Բագրատ Սրբազանի մասով ենք ասում։ Հիմա իմ ասածս հետեւյալն է, որ դա մի մասա, ինչ վերաբերում է մեծ բևեռ դառնալուն, կոալիցիոն գործընկեր դառնալուն, կամ մեկ ուժով մասնակցելուն, կամ իր այդ մասնակցելուն, այդ մասով մենք բանակցություններ չունենք։ Քննարկվել է մամուլում մեր մասով, Հայ ազգային կոնգրեսի մասով, բայց բանակցություններ կոնկրետ այս բանին չունենք։ Ինչ վերաբերում է մեր առանձին վերցրած պոտենցիալին, նայեք, որոշակի ինչ որ հարցումներ կան, որ մենք այս պահին մեկնարկային, որ ասենք ոչ մի բան չենք արել նախընտրական, մենք ունենք մոտավորապես 2%-ի կարգի ձայն։ Հիմա մենք կարող ենք մտածել եւ իրավունք ունենք մտածելու, որ եթե չի ստացվում միասնական բևեռը ձևավորել, մենք գնանք փորձենք մեր ձայնը տանենք, հա, մեր ունեցած ձայնին գումարած քարոզարշավով ձայն ավելացնենք եւ մտնենք պարլամենտ եւ պարլամենտում լինենք դերակատար ապագա վարչապետի ընտրության գործում։ Սա էլ է ծրագիր։
Բայց մենք փորձում ենք ավելի մեծ բանի դաշտը մղել։ Հիմա այստեղ հարց է առաջանում։ Եթե բոլորը դիմադրում են այդ մեծ բանի լինելուն, այդ մեծ բանը չի լինում։ Ինչ պետքա մենք անենք։ Մենք պետքա ձեռներս ծալենք եւ նստենք նայենք տենանք ինչ են անում իրանք, թե պետքա մենք էլ մեր անելիքը այդ իմաստով անենք։ Սա քննարկման հարց է, բայց քանի դեռ մենք չենք սպառել առաջին հատվածը, ես դեռ տեսնում եմ հնարավորություն եւ հույս, որ կարող ենք սրան հասնել, մենք դեռևս չենք պնդում մեր առանձին process-ների մասնակցությունը, որովհետեւ այդ առանձին process-ների մասնակցությունը դա միշտ կա, դա բարդ չի դա անելը, բարդա բոլորին համախմբելը, բարդ չի առանձին մտնել process-ի մեջ։ Նաեւ ես պնդում եմ, որ եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը առանձին են մասնակցել ընտրություններին, անկախ նրանից նրանք իրար հետ ինչ կպայմանավորվեն ընտրությունների ընթացքում, ցանկացած ուժ ինքը մրցակից ուժ է։ Հիմա պատկերացնենք Լուսավոր Հայաստանը առանձին մասնակցում է։ Ես ինձ պատկերացնում եմ առանձին մասնակցում։ Բոլոր process-ի մասնակից ուժերին ես դիտարկում եմ որպես մրցակից ուժեր։ Հետևաբար, ես ամեն ինչ անելու եմ, որ բոլորից ավելի լավ հանդես գամ, անկախ նրանից ռեսուրսների տարբերություններին, եւ ամեն ինչ անելու եմ, որ բոլորի թույլ տված խալները իօգուտ ինձ օգտագործեմ, եւ ամեն ինչ անելու եմ, որ ես լինեմ ավելի շատ, քան մյուսները։ Հետեւաբար, հետ գալով բազմաթիվ բևեռներով մասնակցությանը, ես պնդում եմ, որ այդ բազմաթիվ բևեռները քարոզարշավի ընթացքում իրար հարվածելու են։ Իրար խանգարելու։ Ինչ էլ արվի։ Ինչ էլ արվի, ոնց ուզում պայմանավորվեք, հասկանում եք, մրցակցությունը դա մրցակցություն է։ Հիմա կարող է ես եւ դուք ստեղ իրար հետ լավ պայմանավորվենք, բայց Վանաձորի մեր ակտիվը եւ Վանաձորի ձեր ակտիվը այնց խորը մրցակցության մեջ գլուխ կոդրեն։ Այո, դրա համար եմ ես նաեւ պնդում, որ այդ դերասանական հիմնավորումները թող չբերեն առաջ, որովհետեւ եթե մրցակցությունն է, կներեք, ես չեմ կարծում, որ հենց հիմա քաղաքական դաշտում, քաղաքական պատրաստվածության հենց մի հատ քաղաքական գործիչ կա, որ կարող է ինձ հետ անձամբ ինձ հետ մրցակցել, քաղաքական։ Միքայել Սրբազանը բնականաբար այլ դաշտի ուրիշ լեվելի է։ Այսինքն եթե դուք մտածում եք որ քաղաքական ուզում եք գալստուկով մարդկանցով կռվել, համեցեք։ Հա, բռնվեք գալիս ենք։ Ուզում եմ ասեմ շատ անկեղծ եմ էլի խոսում։ Ուզում եմ ավելի անկեղծ զրույց ենք։ Հա, ուզում եմ ավելի բարձր շահը ցույց տամ։ Ավելի բարձր շահը։ Որտեղ մեր վիճակը խոցելի է, ծեր մեկնագետ դա է, մեր երկրի վիճակը շատ խոցելի է, վիրավոր է։ Որովհետև տեսեք էլի, մարդիկ շատերը պնդում են, որ դե հա լավ կլինի, դե բենզինը էժան կառնենք, դե հեսա ուրիշ ապրանքներ էժան կգա, ասենք 200 դրամ էս կոմ 100 դրամ են կոմ բան, ինչ որ ներդրումներ կգան, դե չեն կրակի, այդ ամբողջ այդ բոլոր խոսակցությունները ես ուզում եմ այդտեղ հարց բարձրացնել, էլի, որ նկատի ունեն, որ էս կլինի, այն կլինի, այն կլինի, նկատի ունեն ում համար։ Ես ուզում եմ հասկանամ Հայաստանի Հանրապետությունը մնալու է որպես հայ ժողովրդի ամբողջ հայության միակ ազգային պետություն։ Վերջին հաշվով ազգային պետությունները ծնվել են 18-րդ դարում, 19 դեռ թագավորություններից դեպի գնացել ազգային պետություններ, մենք սովորական եվրոպական մոդելի ազգային պետություն ենք։ Եվ ունենք մեր պատմությունը շատ խորը, բարդ եւ անցած ճանապարհը, որը ամփոփում է մեր 200 տարվա ինքնության բոլոր մարտահրավերները։ Հիմա եթե մենք կարող ենք ադրբեջանցիների հետ Հայաստանում ապրել, եթե դա հնարավոր է, ուրեմն դա պետք է հնարավոր լինել Ղարաբաղում։ Եթե դա հնարավոր չի եղել Ղարաբաղում, եւ մենք թողել ենք Ղարաբաղը եւ մազապուր դուրս եկել այդ Ղարաբաղից, նույն բանը կարող է տեղ ունենալ Հայաստանում։ Հիմա այդ որ ուզում են ասեն լավա լինելու համար, ովքեր են ստեղ ապրելու, ես այդ հարցը ունեմ։ Ես չեմ մարդկանց խոստանում, որ մարզերում լողավազաններ են կառուցելու, որովհետև դեռ դրա ժամանակը դա առաջնային հարց չի։ Ես ուզում եմ մարդկանց խոստանամ, որ այս երկիրը հայերինն է լինելու։ Հետո լողավազաններ հայերը ունենան լողան։ Որովհետև եթե մենք փորձում ենք երկրորդական հարցը բերել առաջնային դաշտ, կամ ասենք բոլոր գյուղերում, որտեղ ասենք 20 աշակերտ կա, մենք կառուցենք 600 օքանոց դպրոցներ, ասենք ում հույսով ենք դա կառուցում, որ ովքեր են գալու այդ դպրոցներում գնան դպրոց։ Գլենդեյլի, Լոս Անջելեսի հայերը ուզում են գնան այդ գյուղերում դպրոց, ուզում են գան, թե ուզում են գան, քննարկենք այդ հարցը։ Թե այդ դպրոցները կարող է օգտագործվեն այլ նպատակներով։ Ես լավ գիտեմ, որ մի հատ գյուղ էլ ստեղ Փաշինյանը բերի բնակեցնի ադրբեջանցիներով, կողքի ամբողջ տարածքը դատարկվելու է։ Հայ չի մնալու։
Եվ եթե հայերը կարային մնալ, կա այդ ռիսկը, բայց բան։ Բստաբար բերելու են։ Եթե իրանք վեր ընտրվեն, ադրբեջանցիները գալու են, ստեղ ապրեն, թե կասկած մի գրամ չունենաք։ Մեր ռազմավարական ճանապարհները տրվելու են Ադրբեջանին։ Այդտեղ զորքեր են տեղակայվելու, այդտեղ ադրբեջանական համայնք է գալու ապրի։ Ոնց եկել պատկերացնում իրար հետ ապրելը։ Եթե մեկը պնդուի, որ ինքը պատկերացնում է, ես օրինակ ունեմ։ Խի Ղարաբաղում չեք կարեցի ապրեք, դե ապրեի Ղարաբաղում։ Խի չեք կարողացի ապրել։ Խիան են եղել, որ սաղ դուրս գան կան Հայաստան, որտեղ անհնար է եղել ապրելը։ Դա ուրիշ բան են ասել են դե իրանց կանոնները է տա կանոնն։ Ալիս ձեզ ով ասել, որ իրանք գանստեղ դուք ձեր կանոններով եք իրանց հետ ապրել։ Ով է ձեզ դա ասել։ Եվ որ դուք խաղաղության մրցանակ եք ստանում Շարլ Միշելի ձեռքից, որ իբր թե խաղաղություն ենք բերել եւ այդ մրցանակն է։ Հաջորդ հարցինի պատասխան, որ ադրբեջանցիները գալիս են ստե ապրեն։ Ինչ փաստարկով եք ասելու չէ։ Ախպեր բենզին առնում եք, հա։ Իրանց մոտից ցոր են բերում եք, հա։ Իրար հետ արդեն ամեն հանդիպմանը շնորհակալություն կեցեք դուք բան։ Հանրապետության նախագահը Դավոսում ինչ որ Ալիևին շնորհակալություն ասի այսօր։ Ինչի ասում, ինչ շնորհակալ է ուզում, խեք գցնում, ինչ եք ուզում։ Այս ազգի նվաստացման առաջամարտիկները խեք դուք դարձել։ Եվ իրանք երբ որ դրանց ասում են, իրանք ասում են մի րոպե։ Biz մենք չենք ապեն նվաստը։ Այնա բենզին ենք բերել, բախի սաղ գնացին առան։ Սաղը տելետ եք։ Իրանք ուզում են ասեն բոլորը տելետ եք։ Ես չեմ տեսնում մեր ազգային պետության պահպանությունը այն ճանապարհով, որով որ այս իշխանությունը տանում է։ Հետևաբար, որ ինչ որ մեկը ուզում է իր գույքը պաշտպանի, ինչ որ մեկը ուզում է իր կալանքի տակ դրած վաշվե համարի հարցը կարգավորի, ինչ որ մեկն ուրիշ բան, այդ հարցերը երկրորդական, չորրորդական հարցեր են իմ համար։ Պետք է որոշվի, այս պետությունը հայերին նմանամ, թե հայերին չի մնում, ես ենք քննարկում։ Այնտեղ ամերիկացիների հովանավորությամբ հա դա Եվրոմիության հովանավորությամբ հա ռուսների հա, չինացիների հա, թե ճապոնացիների հա, դա էլ է միացնի ուրիշ հարց է, էլի, դա ուրիշ հարց է։ Հայերը այդտեղ ապրելու են թե չէ։ Ինչ այլընտրանք է այս վիճակին, ինչպես թիմադրել։ Նաև նույն վախը ունիք Թուրքիայեն, ադի ուզեի հարցնել։ Նայեք, այն որ ասում են հարաբերություններ կարգավորել բանման, չէ։ Բոլորը կանգնած ասում են, մենք դեմ չենք, մենք օքեյ ենք, մենք ենք ուզում խաղաղություն, բան, նախ այլևս պատերազմի լինելու որևէ հենք, որևէ բան գոյություն չունի։ Պատճառ չկա։ Այս մեկ։ Երկրորդը շատ կարևոր հանգամանք կա, երբ որ ասում են մենք Թուրքիայի սահմանը բացենք, լավ կապրենք արդեն բանման, շատ ուռճացված կոդեր կան մեր գլուխներում դրված։ Ես օրինակներով կարող եմ խոսել։ Տնտեսագետ չեմ, բայց օրինակով ասեմ։ Հիմա Վրաստանի ամբողջ տնտեսությունը բաց է, հենց հիմա միշտ է եղել, հա, եւ հələ դեռ Ռուսաստանի հարաբերությունները վատթանալուց հետո էլ անգամ, դա ինձ առաջ էլ ծով ունեն, տրանզիտ են իրանք, անգամ Ռուսաստանի հարաբերությունների վատթանալուց հետո էլ իրանք շարունակում են մնալ տրանզիտ մեր բոլորի համար եւ օգտվել են նաեւ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի տրանզիտը լինելու արդյունքում։ Հիմա վերցնեն թող Վրաստանի հնան նայեն, գնան վրացական կյանքը ուսումնասիրեն ու Հայաստանի հնան նայեն։ Ինչքան է տարբերությունները։ Հասկանաք, ուռճացված բաներ կա մեր գլխի մեջ մտցրած, էլի, որ այ մենք, այ ախր բան, այ որ Թուրքիայի սահմանը բաց է, փագա, դա կոնֆլիկտացին է, դա կբերի պատ, այդ սահմանը դուք չեք փագել։ Իրանք են փագել։ Իրանք որոշեն բացեն, կբացեն։ Պետք չի դրա համար գնալ զիջումների։ Պետք չի դրա համար քո ինքնությունը ուրանալ։ Վերջին հաշվով ցանկացած թշնամի կամ ցանկացած մրցակից հակառակորդ։ Իրան մրցակցին հարգում է այն դեպքում, որ տեսնում որ մրցակիցը ինքն իրան է հարգում։ Ինքը ունի ինքնասիրություն, ինքը ունի ինչ-որ սկզբունքներ, ինչ-որ կարմիր գծեր, ինչ-որ բաներ ունի, ինչ-որ հենք ունի, ողնաշար ունի, արժեքներ ունի։ Հիմա եթե դու գնաց եք կանգնել ես մեկ դեմները, ասում ես ախպեր, ոչ մի արժեք չունենք, ոչ մի պրինցիպ չունենք։ Ինչ ասել ենք, երեք այսօր դրա տոտալ հակառակը կարանք մենք նույն մարդկանցով ասենք, հա։ Ասենք եթե նույն մարդիկ ասել են Արցախ Հայաստան է վերջ, նույն մարդիկ ասում են Արցախ Ադրբեջան է վերջ։ Այսինքն այդ մարդիկ նայում են, չասում են, դուք ով եք։ Ով ձեզ հարգելու ընդհանրապես։ Էլի կարելի է գնալ Դավոս։ Էլի կարելի է Ալիևի հետ նստել նույն պլատֆորմում, նույն տեղում։ Հա, բայց պարտադիր է այտենց ոտնատական գնել, այտենց շնորհակալություն, ինչի համար շնորհակալություն։ Ինչ է արել Ալիևը քո համար, ոչ շնորհակալություն։ Հաղթելա ձեզ, հա։ Մեզ բոլորիս, հա մենք պարտվել ենք, հա այդ պարտությունն է պատվով կարելի է ընդունել։ Պարտությունն էլ կարելի է պատվով ընդունել, որ ապագայում հաղթել։ Ոչ հաղթանակն ենք կարողանում մենք նորմալ մարդավարի պատվով ընդունենք, ոչ պարտությունն ենք կարողանում պատվով ընդունել։ Վերջում հանգում ենք այս
բան է, խառնի ճաղանջս, ջարդ ու փշուր եղած այս վիճակի։ Հետ գալով Միքայել Սրբազանին ես կարծում եմ, որ մեզ պետք է նաև հենց այդ ազգային, մեր ինքնության, մեր կրոնի, մեր հավատքի, մեր ճշտի, մեր հայկական խոսույթի պաշտպանության վերաբերյալ ունենալ հստակ համախմբում։ Մարդկանց հուզող հարցերը սրանք են։ Ես գիտեմ, որ օրինակ ես երբ խոսում եմ, որ թոշակները չեն բարձրացել, այո, շատ-շատերը լավ արձագանքում են։ Բայց ավելի շատ մարդիկ արձագանքել են, գիտեք երբ, երբ որ Արարատ լեռը որպես սիմվոլ հանվել է անձնագրի մեջ տեղադրվող կնիքի վրայից։ Որտեղ էմոցիան տեղ է։ Շարժող է դի, չէ՞։ Որովհետև մարդը հասկանում ասում է, լավ, այն տարիներ ա եղել էլեկտրաէներգիա չենք ունեցել, տարիներ ա եղել փայտով ենք տաքացել։ Ես ինքս ծնվել եմ Վանաձորում, երկրաշարժի ժամանակ առաջին դասարան էի, ես Վրաններում եմ դպրոց գնացել, ես գետնին եմ քնել, խոտերի մեջ ես մանկություն նորմալ չեմ տեսել։ Այսինքն, բայց ես իմացել եմ, որ ես ներկայացնում եմ մի հատ հպարտ, հզոր, աշխարհասփյուր ազգի եմ ես ներկայացնում եւ մենք ունենք որոշակի բաներ, հարցեր, խնդիրներ մեր տարածաշրջանում եւ այդ հարցերն իրաց պատասխանները պետք է ստանան։ Հիմա օրինակ ցեղասպանությունը, որ ուսումնասիրում ենք, ինչի մասին է։ Օսմանյան կայսրության ղեկավարությունը տվյալ պահի որոշել է, որ հայերը այսքան տեղը շուտի ապրեն, օրինակ, չէ՞, ու ունեն այսքան գույք, այդ դեպի ձեռներից ռեկալ են։ Ինչ են արել։ Էլիտային սպանել են, հետո ուղարկել են դեպի անապատներ, ճանապարհներին կոտորել են, ով փրկվել, ով չի փրկվել։ Բայց որոշումը ինչն է, որ հայերը այստեղ չպետք է լինեն, չէ՞։ Հիմա հարց եմ տալի, որ Ադրբեջանն ասում է, մենք պետք է անցնենք այդ ճանապարհով, թրիփով, Տրամպի անվան ճանապարհով, իրանց ասած Զանգեզուրի միջանցքով։ Մենք չպետք է հայերի այդտեղ տեսնենք։ Դա նույն տրամաբանության մասին, չի։ Չպետք է տեսնենք հայերին։ Ու մենք տարբերակներ հնչեց այդպիսի խոսք ալի։ Հնչել է եւ նաեւ Ռուբիոյի եւ Միրզոյանի միջև ստորագրված հրապարակված այդ մեմորանդումը, այդ ուղղակի զուտ մտքերի բանա, բայց հիմնական ամբողջ այդ մանրամասներն երևում է թե ինչի է դա միջանցք, այդ դրա մասին է։ Եվ Ալիևը եւ ադրբեջանական փորձագետներն ասում են, մեր պայմանները բավարարված են։ Մենք այդտեղով անցնելու ենք, չենք տեսնելու ոչ մի հայ, որտեղ լինելու են ինչ-որ ուրիշ ազգերից վերցված մարդիկ, ովքեր այդ տարածքը սպասարկելու են։ Այդքան բան։ Այստեղ ասենք ռոպագանդա է գնում Հեմեկով, բանով, Պետրոսներով, բանով, որ այն չեք ասում, բան սա լավ է, սա ցենտր է, ծափ տվեք։ Հիշեցիք Պետրոս Ղազարյանին, գիտեք, ուշադրությունս գրավեց երեկ առաջի օրն էր ցեզի որպես բլոգեր կընդունի, ոչ բլոգեր արևելայերենով։ Ինձ ուղարկել էին, ինչ որ հարցազրույց ա տվել, հա, ուրեմն նայ։ Ինչ է ձեր դարակայությունը, մամուլի 2023 թվականի նոյեմբեր ամսից ինձ հանրային հեռուստաընկերություն չեն հրավիրել։ Պետրոսը կոնկրետ իր հաղորդմանը։ Եվ ես գիտեմ, որ ինքը չի կարող ինձ հրավիրել։ Մենք կարող Պետրոսին մեղադրել, եւ ինքը ունի մեղադրելու լիքը տեղեր, բայց ինքը չի կարող ինձ հրավիրել, որտեվ այդ արգելքը դրված է իր վրա։ Հիմա ինքը որպեսի դա շրջանցի, ինչ որ հարցազրույց է տալուց եղել, ասում են, բա ընդդիմությանը չեք հրավիրում, ասում են, ոչ չենք հրավիրում, բան, դե ասում են, Էդմոն Մարուկյանին չես հրավիրում, կոնկրետ երիտասարդ լրագրողներին, ու այդ երիտասարդ լրագրողները իրան նեղը գցեցին։ Այդ մեծն, այդ հզոր Պետրոսը հունից դուրս եկավ։ Եվ վերջը ինչ շատ ասում է, չենք հրավիրում, որտեղ ինքը բլոգեր է։ Ինքը ինչ նկատի ունի, որ ես ժողովրդի մեր հետևորդների հետ խոսում եմ YouTube-ի կամ Facebook-ի մեր ալիքներով։ Այսինքն որ Նիկոլ Փաշինյանը առավոտները սրտի կանեմ, բար լուսրի գունը բարի գիշեր, ասենք բան այսօր 3 անգամ տուալետ եմ գնացել, հետո նվագում ա ժողովրդի մար, հետո նվագելու հրավիրեմ, հետո վերջը, այս Նիկոլ Փաշինյանը բլոգեր չի։ Բոլոր մինիստրներին ասել են ամեն օր պետքա ռիլ նկարեք, շորթեր նկարեք, իրանք բլոգեր չեն։ Բան Էդմոն Մարուկյանը բլոգեր է, նախ բլոգերների մեջ վատ բան չկա, բայց դա քաղաքական գործիք է։ Ես ուրիշ բան եմ ուզում ասեմ, այսինքն Պետրոս Ղազարյանը մտածում է, որ այնքան է իրանց իշխանությունը սանձերը կտրել իրա, որ իրանք կարան որոշեն ով է սրբազան arczepiskopos, ով չէ, ով է կաթողիկոս, ով չէ, ով է կուսակրոն, ով է խախտում։ Ասենք որ խախտում է, մենք իրենք խախտում են, իրանք ասում են այս արդեն այսօրից չի խախտում, մենք ենք որոշել, ինքը չի խախտում, եւ դա դառնում է չխախտող, որ իրանք գտնում են խախտող, ասում են այնա խախտող է։ Իրանք են որոշում բանը թեմի առաջնորդն ով է, ով չի, ու այդ կոնտեքստում
Այնքան են երես առել, կոնկրետ հենց ինքը Պետրոսն էլ։ Ինքը իր ասաղ ղեկավարները, որ ոչ միայն ՀՄԿ հանրային հեռուստաընկերությունը սարքել են ՔՊ-ի մի հատ սովորական մամուլի բան կենտրոնի, ասենք, բանը։ Այսօր բացվեց ՔՊ-ի երիտմիության գրասենյակը, նայում եմ, ասենք, լուրը, իրաց տելեգրամ ալիքով ես ստանում։ Այսինքն բոլոր կուսակցությունների բաները երիտմիությունը բացելուց մեկը լուսաբանում է, որ ձեր լուսաբանում է։ Այդ ցանցերն այնքան են կտրվել, ինքը ասում է, ինքը որոշում է, ինքը ուզում է որոշի, որով է Հայաստանում քաղաքական գործիչ ով բլոգեր, ասում են քաղաքական գործիչ չի։ Այստեղ շատ կարևոր բանն է, որ իրանք արձանագրել են, արձանագրում են, որ իրանք վախենում են մեզանից։ Եվ դա լավ է։ Արձանագրումս դա է, մենք եթերի կարիք չկա քաղաքական գործիչ, լավ sense ասեմ, որ եթերի կարիք չունի։ Լավ, ունենք եթերի։ Անգերձ եք։ Այո, բայց մենք այդ հարցը լուծել ենք։ Մենք այդ հարցը լուծել ենք։ Մենք կախված չենք Պետրոսներից, իրանց ժողովրդի հարկերի հաշվին 44 միլիոն դրամ ստացող Պետրոսից, որը ժողովրդին չի սպասարկում։ Օրինակ Պետրոսի եթերում ադրբեջանցիներ են խոսում։ Ադրբեջանցիներ խոսում են, բայց Մարոկյանը չպետք է խոսա։ Դա է Պետրոսը, այս ժողովրդի համար։ Հիմա մենք ունենք այս ժողովրդին միշտ կոչեմ այլ, հիմա էլ ձեր ալիքում եմ կոչանում, որ միանան ձեր YouTube-ի ալիքին։ Այո, միանան ձեր YouTube-ի ալիքին, միանան մեր YouTube-ի ալիքին, որովհետև Ժորժ ջան, դրանք չունեն հնարավորություն սահմանափակելու այդ մասով։ Վերջին հարցս, պարոն Մարոկյան, եկեղեցի իշխանություն պայքարը թեպի ուր։ Մենք դարբեր փոփոխություններ նկատեցինք, եպիսկոպոսներու միացում, հետո քահանաներու հագաստեցություն եւ փոխհագաստեցություն, այսօր գարտացի, որ Մայրաթորի նախաձեռնությամբ եպիսկոպոսական ժողով Զվիցերիայում առաջիկա ամիս։ Ի վերջո այս պայքարը թեպի ուր կերտա։ Տեսեք, սրա մասին շատ ենք խոսել, այն ունի եւ ներքին սպասարկու, եւ արտաքին սպասարկու, եւ Փաշինյանը փորձում է նախ ունենալ իր համար sense հայաստանյան եկեղեցի, որը զուտ իր ենթականա ինքը ինչ կասի, որ մյուս հանդիպումներին ասեն շնորհակալ ենք Իլհամ Ալիև։ Օրինակ եթե Գարեգին երկրորդը չի ասում, եւ հույս ունեմ չի ասի երբեք։ Այ ինքը ուզում է ունենա մարդը հանրապետության նախագահանից ձևի, գնացա Դավոս, ասելա Դավոս։ Ոչ մի բանով աչքի չինգե, բայց այնտեղ Ալիևին շնորհակալ։ Այ հերիքա արա քաշգա կարա, հերիքա ոտնատակ անգնե կարա։ Ես զզվում եմ, ամաչում եմ, որ դուք եք ինձ ներկայացնում։ Եվ այդտեղ ինչ են իրանք ուզում։ Իրանք ուզում են, որ նաև հոգևոր իմաստով մեզ ներկայացնի մի հատ անինքնասեր մեկը։ Այդ են ուզում իրանք։ Իրանք ուզածը դա է, որ գլուխը կախ, հանգիստ, ազգային որևէ հարցից չխոսա, չասի, որ ախպերը ոնց եղավ, որ 300 վանք են կորցրել Արցախում։ Կանդում են վանքերը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունը կանդում են։ Ձեն չանի, ծպտուն չանես։ Չդիմես ՄԱԿ, Ֆրանսիա, դատարան, չգիտեմ ինչ, ծպտուն չանես։ Այդ է ուզում ներքաղաքական իմաստով, իրական ֆորտի։ Արտաքին քաղաքական իմաստով մեր ճշնամիները լավ գիտեն, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեծ հայկական, ամենամեծ հայկական ցանցն է, նետվորքն է, որը որ եթե պետություն եկեղեցի շահեր համադրվում են, իշխանություն եկեղեցի պետություն, դրանք համադրված գիտեք ինչ հզոր աշխատանք է տարվում դիվանագիտական մեր պետության համար։ Դա ուզում են դա որ քանդվի։ Այդ պատվերը նաև իջացված է։ Հիմա Փաշինյանը մտավ process-ի մեջ եւ ջախջախվեց, հասկացավ, որ ոնց որ տեղ չի հասնում, բայց ընտրությունները մոտենում են։ Հիմա ինքը ինչքան այդ process-ը սրի, այնքան հակառակ բևեռում էլեկտորատը ակտիվանում։ Այդ ակտիվացված էլեկտորատը իր դեմա քվերկելու։ Հիմա այդտեղ հարցը առաջանում, լավ, ինքը ինչ անի։ Իմ ընկալմամբ ինքը դադարացնելու հրապարակային այս պայքարը, time out հավերցնելու, զվուկը դրա նվազեցնելու է եւ փորձելու է արդեն ընտրություններից հետո մտնի ուղակի այնտեղ կալանավորում իրականացնել եւ վերջ։ Դա ուզում էր անի հիմա, բայց հասկացել է, որ իրան իր հուսով եմ իր ինչ որ սոցիոլոգներ, ուսումնասիրողներ ասել են, որ չէ, ոնց որ համդուս է գալի, այտենց լավ չի է քո համար։ Հիմա զուգը ուզում է իջացնի։ Իսկ դա ոնց է անում։ Օրինակ, ամեն անգամ որ ինքը գնացել է պատարակի, հանրային հեռուստաընկերությունը ուղիղ եթեր է արել։ Ուղիղ հեռարձակում։ Facebook-ի իր էջը ուղիղ հեռարձակում։ Հիմա նայեք, տեսեք նախորդ պատարակին, որ գնացել է, կա այդ ուղիղ հեռարձակումը, թե ոչ, կամ եկող Կիրակի օրվանը կլինի, թե ոչ։ Այսինքն հստակ մշակված քաղաքականություն է վարվում։ Ինչ վերաբերում է վեհապարի կողմից հրավիրված եպիսկոպոսատ ժողովին, որը արտերկրում է անում։ Ես հասկանում եմ, որ պատճառն իշն է, որ Հայաստանում պայմաններ չկան, դա անելու է սպահին։ Ինչու՞, որովհետև տերոր է տեղի ունենում, աղաբեկում են բոլորին եւ խանգարում են ամեն կերպ։
գրանցված օրինական կրոնական կազմակերպության գործունեություն, որը հանցագործություն է, ով որ դա անում է հանցագործ է, բայց նա ուզում է դա անել դրսում։ Ես տեսնում եմ, որ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ դա դրսում տեղի չունենա։ Օրինակ, կարող են քրեական գործառույցել եւ մուտքը փակել մասնակիցների, այդ թվում նաեւ կաթողիկոսի։ Եվ նա չկարողանա երկիրը լքել, որ գնա ժողովին մասնակցի։ Ուրիշ մեթոդներ էլ ունեն, որ կարող են խանգարել։ Հիմա բոլոր մեթոդները դրված են ի գործ, այսինքն այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Այսօր եղավ այդ եպիսկոպոսների հայտարարությունը, որ մենք պահանջում ենք, որ չարվի Հայաստանից դուրս, հա, ասենք դեմի դժվար է, պետք է ասեն Ռուսաստանի համար անում, հա, չէ, բայց ժողովը հրավիրվել է որտե՞ղ, Ավստրիա ոնց որ, չէ։ Շվեյցարիա։ Ամեն դեպքում եվրոպական ինչ որ երկրում, հա հիմա դե ոնց ասեն, դա չեն կարողանում ասել, հիմա պետքա փորձեն բան անել, ինչ որ կերպ խոչընդոտեն։ Ես կարծում եմ ամեն կերպ խոչընդոտվելու է։ Այս բուն բայկարի հիմքը ծեր գարձիկով նաև ինչ որ քաղաքական անհանգստություն կա Փաշինյանի կողմէ, որ կաթողիկոսը շարունակեց Արցախի թեման բանանել։ Վստահաբար։ Այդ մեկը կա։ Դա խանգարում է իր վարած արտաքին քաղաքականությանը, եւ ասեմ ցանկացած մարդ, որ իրան զգում է որոշակի ազգային ինքնության պահպանության կոնտեքստում, այդ մարդը խանգարում է։ Ուղղակի հիմա այդ մարդը սովորական մարդ է, մի բան է, կամ քաղաքական գործիչ է, մենակ կամ վեհապար հայրապետն է, ամենայն հայոց, այդ դեռ ուրիշ բան է։ Դրա համար իրան խանգարում է դա։ Անգերտ զրույց էր, շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Մեր ագնտիրներուն հիշեցնեմ, որ հյուրս Էդմոն Մարուկյանն էր, Լուսավոր Հայաստան գուսակցության առաջնորդը, նաև օրտորս ծերի հետևեցեք մեր ալիքին, միացեք մեր ալիքին, լայք մսեղմեցեք, մեկնաբանեցեք եւ դարազեցեք մեր դեսանյութերը, այդպիսով խտանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարի ունեցես։